մաքրեցինք թուրքերին, մարդագետի կողմ իմ ամենադաժան կռիվը եղել է Մարաղայի մեջ է։ 44 օրյայի մասնակցել։ 44 օրյա պատերազմի մասնակցել եմ Հադրութի, Ֆիզուլի։ Ես եղել եմ Դաշտեն հրամանատարը։ Ինչ էր այնտեղ նահանջի հրամանը եղել, ինչ է եղել։ Նահանջը ես պարզ եմ ասում, մեր մոտ մուտ մնաց, որ այդ տարածքի վրա, որ թուրքը մի մետր առաջ չէր կարա գար, այդ հատվածում, որտեղ մենք նստած ենք, այդ պոստերի անուն չեմ ասում, որ պոստերն ենք նստած, հա, բայց որ ստացանք հետ նահանջի հրամանը, կոտրեց մեր բոլորի սիրտը։ Ու նայեցինք, զարմացանք, պատկերացնում 45 կիլոմետր չէր իմանում ով ումներ խփում։ Ոտքով դիարի տրանսպորտ չկա, բան չկա։ Նույն համազգեստը մեկ էին հակի, նույն համազգեստը թուրքներ հակի։ Հայերեն գերազանց մաքուր խոսում էր։ Ես շարել եմ տղաներին Հադրութի իջաստում 2-2, ասել եմ պարզ նայեք։ Մի հատ անձանոց զինվոր մտավ մեր մեջը, իմ հրամանը պետք է խփեք։ Որտեղ չգիտենք, ով էր։ Բայց մալադես, որ ասում են Քաոս էր։ որ ասում են ստե զինվորը չի կարվել բան չէ, սա սուտ է։ Այն մարդիկ են խոսում, որ տնից դուրս չեն եկել, չեն գնացել պատերազմ։ Զինվորը կարվել է։ Արցախցիները կռվել են։ Արցախցիները կարվել են։ Ով որ կասի արցախցին չեն կարվել, ես Փախել են ջիպերով, ասում են, սև ջիպերով փախել են։ ոչ, Արցախին մեծ ու փոքր կարվել է։ Ով որ արցախցիների անունը վատ բան կասի, ամոթ իրանց։ Արցախցին կարվել է։ Որովհետև իրանց ընտանիքը կին երեխեք այնտեղ են եղել։ Իսկ 540 տեսել եք այնտեղ սահմանի։ Ես 540 չլսել եմ, բայց չեմ անում այդ 540-ը ովքեր են եղել այդ դրանք։ Օրինակ մեզի Ֆիզուլիում ռուսները եկան մեզի հետնանջի հրամանատարին հանեցին այդ տարածքից։ Որտեղ այնտեղ չգիտենք արդեն որը ինչ էր արդեն։ 11000 դասալիկների մասին էի նաև խոսում, այդքան դասալիկ ենք մենք ունեցել։ Գիտես այնտեղ խառը արդեն այնտեղ չգիտենք ով ինչ էր, ինչ դասալիկ է եղել, ինչ ջոգատներ եղել, չենք իմացել որը որն է։ Անկազմակերպված կռիվ էր սա 92 թվին 92 թվի կռիվը ջոգատներ էր բանակը չկար մենք ավելի դուխով էինք կռվում որովհետև մի տարածքից մի հատ կարագոցի ձեն էինք լսում այդ տարածքը մենք պետք է վառենք բայց այս ինչ սարքեցին մեզի առանձնացին տարան լծմի խարամադի մեջ իրար չգակ պետք է մենք իրար չգանք թուրքը առաջը գալը մենք պետք է փախնենք հետ նահանջենք այսօր ինչի համար սահմանապահ զորքեր հանեց որ բանակը քանդի բանակը թուլացնի Ջոգատները քանդի սաղին, ինադու աշխատավար չի տալում, սահման գնացող տղուն տալում է մի հատ հիմնարկի չափ պահագի փող։ Իսկ ոստիկաններին իշկան է տալում, ինչ են անում ոստիկանները։ Իշկան անգյալներ կա, սաղ ոստիկան են այսօր դարձել։ Պարգևաբջարները, աշխատավարների բարձրացումները։ Այդ կան ոստիկան պահում են ինչի համար, թող արգի սահման թողետան, թողետան կռվեն։ Հա, թողետան կռվեն, սահման պահեն։ Ինքան տարածքներ կա, ազատ մարդ չկա, որտեղ չունենք հասկացող ղեկավար։ Սա աշխատում են ուրիշի համար։